կողմից բնականաբար Փաշինյանին այս պահին խանգարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Նա ընտրել է բավականին ծիծաղելի մեթոդ եւ բավականին վտանգավոր մեթոդ։ Այս մեթոդը մենք տեսանք դատարանների վրա այդ խայտառակ հարձակումից, երբ նրա վարկանիշը բարձր էր եւ մարդիկ գնացին իր հետ։ Հիմա նա փորձում է նույնը անել վեհափառի հետ, վեհարանի հետ, եկեղեցու հետ, չգիտակցելով, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա ոչ վեհափառ հայրապետի անձն է, ոչ Էջմիածնի շենքն է, ոչ էլ ընդհանրապես որևէ եկեղեցի է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր մեջ ապրող այն հավատքն է, որով մենք բոլորս կապված ենք իրար։ Եվ երեկվա այդ ակցիան, սպոնտան ակցիան, որը ընդամենը մի քանի ժամվա մեջ կազմակերպվեց եւ հավաքվեց այնքան մարդ, ինչքան հնարավոր էր տեղավորվել այդ փոքր տարածքում, ես ինքս չկարողացա շատ մոտ գնալ, որովհետեւ խցանումներ էին, երևի դուք էլ եք նկատել, այստեղ շատ ծիծաղելի է ԿՊ-ի ռեակցիաները։ Սա որևէ ավտոբուսներով բերած մարդիկ չէին, ինչին նրանք սովորեն։ Սա աղանդավոր մարդիկ չէին, ովքեր ունեն սպասելիքներ եւ ակնկալիքներ։ Սա վարձատրվող մարդիկ չէին, մարդիկ էին, ովքեր ապրում էին ցասում, եւ ես վատ նորություն ունեմ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի համար, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հենց այն կարմիր գիծն էր, որը արթնացրեց անգամ անտարբերներին։